լոռու ձորն է, ուր հանդիպակաց, ժայռերը խորունգ նոթերը կիտած, դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ հայացքով իրար նայում են հանդարտ։ Բարի ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է, մենք լոռու մարզում ենք, դրախտի մեջ, շները հաչում են, աքաղաղները կանչում, աննման խաղաղություն, չկա երևանյան աղմուկը, չկան երևանյան հակամարտությունները, այստեղ ապրում է խաղաղ մի ժողովուրդ, ստեղծարար, գեղեցիկ։ Մենք Մարգահովիտ գյուղում ենք, Լոռու մարզ, մի գյուղ, որ հայ բանաստեղծությանը տվեց պայծառափայլ անուն Հրաչյա Սարուխան։ Եվ այս հաղորդմամբ մենք մի ուղերձ, մի հորդոր ենք հղում հայ գրողներին, սիրելի բարեկամներ, դուրս եկեք մայրաքաղաքից, եկեք հայոց շեները տեսեք, եկեք ժողովրդին տեսեք, գրեք մեր ժողովրդի մասին, մեր գյուղի մասին, մեր հայրենիքի մասին գրեք շատ մեծ սիրով ուղղված մեր ժողովրդին, սիրեք, շատ սիրեք հայ ժողովրդին, որ ձեր գրականությունը դառնա իսկական ու վսեմ գեղարվեստական արժեք։ Սիրելի բարեկամներ, այժմ լսենք, թե Մարգահովտի վերաբերյալ ինչ բանաստեղծություն է գրել երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը։ Մարգահովիտը մեր հայրենիքի ամենագեղեցիկ գյուղերից մեկն է, որ մեզ տվել է մեծագույն բանաստեղծ Հրաչյա Սարուխանին։ Գիտեք, հետաքրքիր է, երկար ժամանակ շփվել եմ Հրաչյա Սարուխանի հետ, բայց նրա մասին բանաստեղծություն գրել եմ միայն Մարգահովիտ գալուց հետո, եւ Հրաչյա Սարուխանին ամբողջովին հասկացել եմ միայն Մարգահովիտը տեսնելուց հետո։ Ես կամ ու չկամ, Հրաչյա Սարուխանին։ Հոգուս աշունը Սարուխանոտ է, մսուսն է թարել դեղի նորերին, գալիքան հայտ ու շաղավոտ է, որ նստել է իմ ծանր կոպերին, ու կանչում են ինձ, կանչում են հեռվից, ծանոթ ձայները այնքան հարազատ, ես էլ եմ տենչում ձեր ծաղկաբույլին, որ կապույտներում սավառնեմ ազատ, ոսկե աշունը Սարուխանոտ է, ոսկիների մեջ դեռ արևներ կան, անհուն թախիծդ ինձ այնքան մոտ է, որ թվում է, թե ես կամ ու չկամ։ Իմը Սարուխանն է երգով Հայաստանի, իմը հենց Զուլոն է թրջնաձուկը վայրի, իմը Քոչինյանն է պարզ ու սրտմտալի, Մարտիրոսյանն Արմեն տաղով շարականի, ինձնից հեռու վանեք օտարառու հերկ, իմը Թումանյանն է, որ տանում է վերելք։ (1918 թվականին մայիսին ահա այս ճանապարհով սարերի վրայով Փամբակ գետի ուղեկցությամբ դեպի Ղարաքիլիսա էր արշավում թուրքական զորքը։ Թուրքական հետախուզները պարզել էին բոլոր հնարավոր ուղիները Ղարաքիլիսայի հասնելու համար
Համամլու գյուղը Սպիտակը առանց դիմադրության անձնատուր եղավ եւ թուրքական զորքը եկավ դեպի Ղշլախ, եկավ դեպի Ղարաքիլիսա։ Ամբողջ ճանապարհը ինչ որ այստեղ կարելի է տեսնել, մենք կնայենք, կտեսնենք ինչ ճանապարհով է եկել թուրքական զորքը, ամբողջ այդ ճանապարհը Սպիտակից մինչև Ղարաքիլիսա, համամլվից մինչև Ղարաքիլիսա, ընդարձակ այդ տարածության վրա թափթփված էր ամեն ինչ, գորգեր, շորերի բողջաներ, լիքը խուրջիններ, անկողիններ, հացահատիկ, լիքը պարկեր, ռանչպարի գերանդի, մանգաղից մինչև արհեստավորի ուրակն ու սղոցը։ Ժամանակագիրը վկայում է, մահվան վտանգի մոմենտը ստիպել էր նյութապաշտ գյուղացուն արհամարել իր աշխատանքը, իր սեփականությունը։ Ամենքին զբաղեցնում էր միայն մի միտք՝ ժամ առաջ փախչել, խուսափել այն ահռելի ուրվականից, որ կամաց հետևելով իրեն դառնալու էր մի վիշապ եւ կուլ էր տալու սարսափահար մի բազմության։ Մարդիկ փախչում էին դեպի Ղշլախ, դեպի Ղարաքիլիսա։ Այս օրերի ժամանակագիրը Մանուկ Ղազարյան, որ բացառիկ հիշատակումներ է թողել այդ թուրքական հարձակման մասին, խոսում է Ղարաքիլիսայի հերոսամարտի մեծ նշանակության մասին։ Ղարաքիլիսայի մայիսյան կռիվը, գրում է Մանուկ Ղազարյանը, այն հերոսական պայքարի վերջին մենամարտն էր, որ մղում էր հայ գյուղացիությունը ընդդեմ թուրք հորդաների, ընդդեմ բռնության ու ստրկության շղթաների, հանուն հայ դեմոկրատիայի, եւ սա մարտիրոսագրության վերջին էտապն էր, որ պսակեց նրա ազատագրության համար ընկած մարտիկներին։ Ես ձգտում եմ, գրում է Մանուկ Ղազարյանը, գլխավորապես վերակենդանացնել այս մեծ դեմքի բացառիկ մոմենտները, որոնք բնորոշում են աշխատավոր գյուղացիության հեղափոխական պոտենցիալ ուժը եւ նրա գոյության կռվի կենսունակության չափը։ Սովորենք վերագրել համաշխարհային պատերազմի բոլոր դեպքերը իմպերիալիստական բանակների կուր հարվածներին, բայց մոռանում ենք այն էպիզոդները, ուր ժողովրդի կազմակերպված ավանգարդը հրապարակ գալով իր ակտիվ քայլերով տալիս է կռիվներին հերոսական բնույթ։ Ղարաքիլիսայի մայիսյան դեպքերը մի փայլուն էջ են այդ ժողովրդական պայքարից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի պատմությունը քաղաքական ու հասարակական տեսակետից դեռևս չի պարզաբանված եւ հազիվ թե երբևիցե հնարավոր լինի պարզաբանել։ Մանուկ Ղազարյանը դժգոհությամբ նշում է, որ այդ հարցերին շատ քիչ են անդրադարձել։ Հուշագրությունը գրված է 1919 թվականին։ Քիչ է պարզաբանվել եւ ինչ որ գրվել է սխալ։ Ահա ինչու ինքը իսկական հայորդի լինելով, ահա որոշում է ճշմարտություն ասել Ղարաքիլիսայի հերոսամարտի մասին։ Ահա իր վկայումը։ Մինչև այժմ այդ կռիվների մասին լույս են տեսել հատուկտոր հակասական ու անարժեք հոդվածներ, որոնք չեն կարողացել լույս սփռել ժողովրդական պայքարին բազմակողմանի կերպով։ Հիշենք իր այս արտահայտությունը, ինչ որ գրվել է 1919-ին հերոսամարտին հաջորդած տարվա ընթացքում, այդ ամեն ինչը եղել է հատուկտոր, հակասական ու անարժեք հոդվածներ։ Այսպես մենք հավանաբար սովորություն ենք դարձել չգնահատել մեր պատմության էջերը, որոնք բացառիկ կարևորություն ունեն։ Ղարաքիլիսայի մայիսյան կռիվներին, գրում է Մանուկ Ղազարյանը, տրվում է ժողովրդական ըմբոստության բնույթ, որ դա ոչ թե ռուսական կազմալուծված գնդերի պարտված միլիտարիզմի վերջին դիմադրությունն էր, այլ Փամբակի ու Լորվա գյուղացիության նախաձեռնությամբ
եւ ուժորով մղված հերոսամարտ, որ մի կենթանի արձան էր կազմակերպված ժողովրդի հեղափոխական տրամադրության ու ավյունի գերմարտկային կորովի դիմացկունության մասին։ Եթե Ղարաքիլիսայի կռիվները չհամարվեն որպես այդպիսին, եթե նրանք զուրկ լինեին հասարակական ու բարոյական բնութագծերից, եթե նրանցով չչափվեր լոռեցու եւ փամբակեցու հեղափոխական տեմպերամենտը, գրում է հուշագիրը, ապա միանգամայն անբացատրելի եւ հանելուկային կմնար այն հերկուլեսյան գոտեմարտը, որ մղվեց այս ձորում, փամբակի ձորում, աննկատ ու անհիշատակ կմնային բազմահազար նահատակները, որոնք ահա սփռված են այստեղ, սիրելի բարեկամներ, սա մեծ կռվի դաշտն է, սա հերոսամարտի դաշտն է, որը Հայաստանի Հանրապետությանը տվեց անկախության իրավունք։ Ահա այդ նահատակները ընկած են այսօր Սանամ Սուրդանի լանջերում, Մայմեխի ու Աչավուրդի բարձունքներում։ Ահա թե ինչպիսի պատմական վայրում ենք մենք գտնվում, սիրելի բարեկամներ։ Այստեղ կռվել են մեր պապերը, կռվել են հաղթանակով 4 օր հաղթել են թուրքական բանակին, միայն 4 օր կռվելուց հետո ու 4 օր հաղթելուց հետո հանկարծ պարզեց, որ այլև զինամթերք չկա եւ թուրքը մտել է Ղարաքիլիսա, բայց հետո արդեն թուրքական հրամանատարը պիտի ասի, որ հայերը Ղարաքիլիսայում ապացուցեցին, որ իրենք են Եվրոպայի լավագույն զինվորները եւ այսպես ավարտելով իր խոհերը սկզբնական Մանուկ Ղազարյանը գրում է. ապագա անաչառ պատմագիրը չի սխալվի, ապագա սերունդը չի մոլորվի, եթե Ղարաքիլիսայի հերոսամարտը համարվի հայ դեմոկրատիայի հեղափոխական պատմության ամենակարմիր էջը, ով ուզում է թող այս հերոսությունն անվանի անմտություն, գրում է մի գրող, բայց միթե հենց այս բախտավոր անմտության շնորհիվ չէր, որ ժողովուրդը մի ոսկյունով վերածնվեց եւ ապագա սերունդին ցույց տվեց այն մեծ ուղին, որով պիտի ընթանա քաղաքական պայքարը։ Սիրելի բարեկամներ, սա այդ տարածքն է, որտեղ կռվել են մեր պապերը, գյուղացիներ, որ զենք չունեին, միջոց չունեին, որտեղ հին հրացան էին ճարել, իսկ կանոնավոր զորքը տեսնելով գյուղացիների ահասարսուր կռիվը հայրենիքի համար, որ արդեն նահանջել էր դեպի Դիլիջան, տեսնելով այդ կռիվը աշճանաբար սկսեց վերադառնալ ու մեծ հերոսամարտ է եղել այստեղ հողը թրջված է հայոց արյունով եւ մենք ասում ենք փառք քեզ հայոց հաղթանակած ոչի։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան հերոսական դրվագներ, որոնք պիտի միշտ հիշվեն։ Հայ ժողովրդի պատմության մեջ այդպիսին է մեր սրբազան Սարդարապատը, ճակատամարտը, որ մեր պապերը, մեր նախնիները մղեցին այստեղ։ Եվ եթե մենք նայում ենք անցյալին հասկանալու համար, թե ինչպես այդ հերոսությունը հնարավոր եղավ, ինչպես հնարավոր եղավ այդ հրաշքը, ապա պիտի համարձակություն ունենանք ճշմարտությունը խոսել։ Այդ հերոսությունը հնարավոր չէր մեր նախկին կուսակցական քաղաքական ղեկավարության շնորհիվ ու չեղավ, որովհետև թուրքերը մոտենում էին Ղարաքիլիսային, նրանք մեր քաղաքական ռազմական առաջնորդները ասում էին հանձնում են Ղարաքիլիսան։ Թուրքերը մոտենում էին Սարդարապատին, ասում են հանձնում ենք Սարդարապատը։ Եվ երբ թուրքերը մոտեցան Էջմիածնին ու
այդ նույն մարդիկ ում վիճակված էր այդ պահին լինել ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի, նրանք ասացին հանձնում ենք Էջմիածինը, եւ միայն այդ ժամանակ ոտքի կանգնեց, վեր ելավ ամենայն հայոց սրբազան կաթողիկոսը Գևորգ 5-րդ Սուրենյանցը, ով ինչպես հիշում է Ստեփան Զորյանը, կանգնեց այդ նույն ռազմաքաղաքական ղեկավարության առջև եւ ասաց, եթե իմ զորքը, իմ ղեկավարները վեհարանը, սրբարանը պաշտպանել չեն կարող, ապա սուր կվերցնի հայոց կաթողիկոսը եւ կընկնի վեհարանի աշճանների վրա եւ հրամայեց վեհապար հայրապետը, որ հնչեցնեն բոլոր զանգերը Հայաստանի, բոլոր գյուղերից զանգերը հնչում էին Հայաստանի եւ ժողովուրդը եկավ, այո, բոլոր գյուղերից հնչում էին զանգերը, հայ եկեղեցին ոտքի հանեց մեր ժողովրդին եւ ժողովուրդը ինչպես միշտ է եղել եւ բեղել է բոլոր դարերում, լսեց իր հոգեվոր առաջնորդին, ժողովուրդը եկավ։ Այս պատմությունը մեզ պատմում է անվանի գրող Ստեփան Զորյանը աղետի օրերին հուշագրության մեջ, որ բացառիկ արժեք ունի այն օրերը եւ այն ժամանակը հասկանալու համար։ Ահա թե ինչ է գրում ականատեսը Ստեփան Զորյանը։ Ես չգիտեմ, որևէ տեղ գրվել է արդյոք Գևորգ 5-րդ կաթողիկոսի այն խիզախ քայլի մասին, որ կատարել է նա 1918 թվականին թուրքերի արշավանքի ժամանակ։ Այս կաթողիկոսի մասին խոսում էին սովորաբար հեգնանքով, որ թույլ է իբր եւ անհամարցակ էգոիստ մարդ է։ Շատ հավանական է, բայց բոլոր մարդիկ քաջ չեն լինում։ Բայց ահա 18 թվին, երբ թուրքերը Կարսը եւ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո շարժվում են դեպի Սարդարապատ, Երևանը եւս գրավելու, հայոց զորքի գլխավոր հրամանատար Նազարբեկովը Էջմիածին է ուղարկում գեներալ Սիլիկյանին, մի երկու մարդու հետ, որ կաթողիկոսին առաջարկեն հեռանա վերահազ վտանգից, գնա Բյուրական կամ Սևան։ Երբ Սիլիկյանը տեղ հասնելով ու վտանգը նկարագրելով անում է իր առաջարկը, ծերունի կաթողիկոսը վեր է կենում իր գահից եւ ասում. «Ես ոչ միտեղ չեմ գնա, գեներալ, ես իմ ժողովրդից չեմ հեռանա, թող թուրքերն իմ դիակի վրայով մտնեն Էջմիածին, եթե դուք չեք կարող պաշտպանել մեր հայրենի սրբությունը, ես կպաշտպանեմ»։ Գեներալը համարում է գեղեցիկ խոսք եւ հարցնում է տակտով. «Իսկ միաբանությունն ինչ կարծիք ունի վեհապար, նա կցանկանա, որ դուք մնաք վտանգի առաջ»։ Ես, գեներալ, արտահայտեցի իմ համոզումը, իսկ եթե կամենում եք լսել միաբանության կարծիքը, հիմա կհրավիրեմ նոցա։ Ու կաթողիկոսը կարգադրում է դիվանապետին. «Ողջ միաբանությունը հրավիրիր վեհարան»։ Եվ երբ բոլորը arczepiskoposներից սկսած մինչև աբեղաները հավաքվում են, ծերունի կաթողիկոսը հայտնում է նրանց սպասվող վտանգը եւ իր որոշումը. «Ես անձնապես չեմ հեռանալու, թող թշնամին իմ դիակի վրայով մտնի մեր սրբարանը, դուք ամենքդ ազատ եք անելու այն, ինչ կամենում եք»։ Ահա այս առաջարկով է դիմում մայրաթորի միաբաններին ամենայն հայոց կաթողիկոսը։ Այս խոսքերն առաջ են բերում անսպասելի իրարանցում։ Հանգիստ բազմությունը arczepiskoposներից մինչև աբեղաները ձեռք են բարձրացնում եւ խոսում հուզված. «Մենք քեզ հետ ենք վեհապար, մենք նույնպես ոչ միտեղ չենք գնա, ոչ մի դեպքում»։ Որ այդպես է, եղբայրներ, ասում է կաթողիկոսը, այսօրվանից յուրաքանչյուրդ պետք է դառնաք մի ղևոն երեց ու գնաք խրախուսեք զորքին ու ժողովրդին, գնացեք գյուղ ու քաղաք եւ ոտքի հանեք ամենքին ու ամեն տեղ, գյուղում թե քաղաքում, քաշեցեք եկեղեցիների զանգերը, քաշեցեք գիշեր ու ցերեկ, որ ամենքը ոտքի ելնեն իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու։ Այդպես էլ լինում է։ Վեհարանից դուրս գալով հոգևոր հայրերի յուրաքանչյուրն շտապում է մի որևէ վայր իր պարտքը կատարելու։ 2 ժամ հետո հնչում են զանգերը ողջ Հայաստանով մեկ։ Միաբանության անդամներից ով ինչ է արել այդ ծանր օրհասական դեպքերի մեջ, ինձ հայտնի չէ, գրում է Ստեփան Զորյանը, բայց ճեմարանի տեսուչ Գարիգին եպիսկոպոսի մասին պատմում են հետևյալը.
Նա Էջմիածնից գնում է ուղիղ Սարդարապատ, այնտեղ ուր հայոց զորքի մնացորդները հավաքվել են թշնամուն դիմագրավելու։ Ընկճված տրամադրություն է տեսնում։ Զինվորները, գյուղերից, Երևանից եկած կամավորները մտահոգ են։ Թշնամին գալիս է մեծ ուժերով, կարող են գոնե կանգնեցնել նրան։ Այդ պատճառով հռետորներին լսում են զինվորները անուշադիր, ակամա։ Նրանց հռետորների խրախուսանքի խոսքերը չեն ոգևորում։ Ոչ ոքի։ Շատ են լսել հայրենիք, ժողովուրդ, հայրենասիրություն, ոչինչ չի ազդում կարծես։ 5-6 հռետորից հետո ելույթ է ունենում Գարեգին եպիսկոպոսը ու սկսում է այսպես. հայ ժողովուրդը օրհասական կռիվներ շատ է ունեցել եւ միշտ էլ ելք է գտել ու փրկել իրեն։ Ելքը եղել է անձնազոհ հերոսությունը, ետ նայեցեք։ Մեզ մնացել է միայն Երևանն ու Էջմիածինը։ Եթե հերոսության չդիմենք, ամեն ինչ կորչելու է։ Իսպար, այլևս չի լինի ոչ հայ, ոչ հայի հայրենիք։ Զորքը լսում է եւ ոչ մի վերաբերմունք։ Այդ ժամանակ հայրենասեր եպիսկոպոսն ասում է. հայրենակիցներ, եղբայրներ եւ որդիներ, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր գնալ թշնամու դեմ, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին, կաթողիկոսի մոտ նրա աչքը համբուրելու եւ օրհնությունն առնելու։ Բայց այս անգամ վտանգն այնքան մեծ է եւ ահավոր, որ ես ահա Սուրբ Էջմիածնից եկել եմ ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկեք հայրենիքը, փրկեք ձեր պատիվը, հայի պատիվը։ Եվ արտասվում է։ Գարեգին եպիսկոպոսը արտասվում է այս խոսքերը ասելով ու կատարվում է անսպասելի մի բան։ Անշարժ զորքը նույնպես արտասվում է եւ տարերային թափով գնում առաջ։ Լինում են խոսքեր, որ իսկույն զարկում են մարդկանց սրտին, անգամ անտարբեր մարդոց սրտին եւ վառում բազմությունները։ Այս դեպքում զորքի վրա ցնցող տպավորություն է անում եպիսկոպոսի այն խոսքը, միանգամայն անսովոր խոսքը, ասում էր ինձ պատմողը, թե Էջմիածնից եկել եմ ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկեք մեր հայրենիքը։ Զորքի, զինվորների եւ կամավորների գիտակցությանն է հասնում, որ վտանգ այնքան մեծ է, որ ձեր եպիսկոպոսն եկել է իրեն ձեռքը համբուրելու, իրենց օգնությունն է խնդրում։ Դա խթանում է նրանց մարդկային արժանապատվությունը եւ նրանք գնում են մեռնելու։ Հետևանքը հայտնի է։ Փոքրաթիվ հայ զինված ուժերը դիմագրավում են թշնամու մեծաքանակ զորքին եւ վանում մինչեւ Ալեքսանդրապոլ։ Ոգևորությունն այնքան մեծ է լինում, որ գեներալ Սիրիկյանն այդ ուժերով ուզում է մտնել Ալեքսանդրապոլ, որը գտնում է թուրքերի ձեռքին, բայց նրանց զգուշացնում են Երևանից, առայժմ գոհանալ կատարվածով եւ նոր կռվի մեջ չմտնել, մինչեւ կհասնի հարմար պահը, որովհետեւ այդ ժամանակ բանակցություններ էին տեղի ունենում թուրքերի հետ Բաթումում։ Եվ ինչ էլ գրեն Սարդարապատի կռվի մասին, այսինքն հայերի հաղթանակի մասին, չպետք է մոռանալ ծերունի կաթողիկոս Գևորգ 5-րդի, գիտնական եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանի եւ հայրենասեր հոգեվորականների հերոսական գործը։ Ես գոնե ամեն անգամ նրանց արածը հիշելիս հուզվում եմ մինչև սրտիս խորքը եւ հազիվ եմ զսպում արցունքս։ Այնինչ գրել են մեր պատմաբանները եւ այնինչ արձանագրված է հայ պատմագրության մեջ, անշուշտ շատ կարեւոր է, բայց ճշմարտագույն խոսքը բոլոր դեպքերում ասել եւ ասում են բանաստեղծները։ Հիշեք Պարուհի Սևակին, ինքն էր որ Սարդարապատի խորհուրդը բացահայտել այնպիսի խոսքերով, որ ուղղակի պիտի քանդակվեն հայոց պատմության քարե մատյանների վրա։ Նա ասաց, որ երբ չի լինում փրկություն, խնդիրն են գտնում հնար, երկուճար երբ չկա, խնդիրն են գտնում հնար։ Սա Պարուհի Սևակի դատողությունն էր։ Եվ մեկ էլ ամենից կարևորը, որ իմ սրտի մեջ դաջված է, դա այն է, որ սերունդներ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից։ Այսինքն Սարդարապետը մի յուրօրինակ կրթարան է
Համալիրը, որտեղ մենք կան, միօրինակ կրթարան է, որ պիտի սերունդներ դասիրաքի։ Եվ այստեղ պիտի գան երիտասարդ հայերը իրենց ճանաչելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ Սարդարապատի խորհուրդը ժամանակակից գրականության մեջ արձանագրված է, արտահայտված է եւ արտացոլված է։ Լսենք, թե ինչ է խոսում բանաստեղծը։ Եվ չեն լռելու զանգերը Սարդարապատի, եւ հավերժ են ղողանջելու, կանչելու են դարձյալ մարտի։ Մեր կռիվը չի ավարտվել, 100-ամյա ընթացք ունի, այստեղ է թշնամին պարտվել, մատնվել հրի ու սրի, այստեղ ենք մենք համախմբվել, պայքար մղել հանուն գոյի, այստեղ է հայորդին կռել նոր երգը Սարդարապատի, ու նորօրյա երգը վառած, մեր բոթավառ բարք շուրթերին գնում ենք մենք հաղթանակած դեպի խորքերը դարերի։ Ինչ սերմեր էին, հողում մնացին, գուցե հեքիաթը այդպես է մեռնում։ Դիցաբանական կանաչ ջրերից մի ջրահարս եմ հանկարծ դուրս բերում, ասում եմ գնա, այստեղ տեղ չունես, գտիր մի զուլալ ու տաքուկ անկյուն, ջնջիր հեքիաթն ու գրիր նոր պիես, ուր կյանքը միայն լույսով է արթուն, ասում է ես իմ մի բուր ջուրն ունեմ, ճաքճքված մարմնիս դեղ ու բալասան, այս ճահճոտ ջուրը ում հույսին թողնեմ, ով կփայփայի ինձ նման, ասա, այս մի բուր ջուրը հայրենիքն է իմ, որ կպահպանեմ, ոչ ոքի չեմ տա, թեկուզ սերմերս հողում մնացին, բայց իմ ջրի մեջ դեռ հարություն կա։ Հիմա իմ մեջ խաղաղ ջրեր են հոսում, լուր նստած եմ կապույտ ծովակի ափին, թե ինչեր է իմ ականջին շշնջում, կրակվում է անգամ մայրը մտնող արփին։ Ու պատմում է, աչքերն ինչեր են տեսել, ոնց է արքան տարապել սիրո ցավից, մենացել է սրտում ամպրոպ ու հեղեղ, եւ չի զորել կտրվել իր անցյալից, թե ինչպես է սրտատրոպ սպասել, որ մի ծաղկով շուտով պիտի գարուն գա, իր մոլեգին ալիքներով մաքարել, օգնել է, որ կռվեն քաջերը հսկա, տեսել է ցավ, վշտի լեռներ ու մորմոք, գաղթականի վանակարոտ խեղճ հայացք, բայց ճայերը իրենց զվարթ ճիչերով ավետել են հաղթանակի այգաբաց։ Հայաստան աշխարհ, վաղվա օրը քո բոսորն արինջ է արևովոցված, բացվելու է նոր բռնկուն կրքով, ասելու է իր խոսքը բոցավառ, էլ չի լինելու խեղճ ու արյունոտ, ծերունու նման մահին հնազանդ, այլ պատանեկան լեցուն ավյունով կերտելու է իր ճախրանքը ազատ, այդ ճախրանքի մեջ սուրացող թևեր, ճերմակ արագած փոթորկին հաղթած, որ ձգտելու է, թևելու է վեր, անցյալում թողած տառապանքուլած։ Ազատությունը ճայի թևերով թող գա ու ճախրի հայոց երկնքում, ես եկել եմ իմ հրե երգերով, որ արև վարեմ ձեր ցուրտ սրտերում, եւ դեպի հյուսիս շարժվող ալիքներ, արագաստանավ իր ջերմակ կայմով, որ չի ընդունում քամ ու հրավեր, լուր պայքարում է երկաթե կամքով, ես եկել եմ այդ կամքը կռելու, ձեր քնով անցած հոգիների մեջ, եկել եմ հուշք ու զանգ հնչեցնելու, այս մութ օրերին դեռ գալու է վերջ, ազատությունը հանցճայի թևեր, դեռ ճախրելու է հայոց երկնքում, մեր անցյալի ու ներկայի միջև հին աստվածները դաշինք են կնքում։